Դրա մասին շատ է խոսվել, հիմա ես ինչ նորություն ասեմ, նորություն չկա։ Ռուսաստանը ասում է, ես անուղղակի ասում, ես պատերազմ եմ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Պատերազմ է, չէ՞։ Ընդ որում Եվրամիությունը պատրաստում է նաեւ Ռուսաստանի դեմ մոտ ժամանակներս բաց ուղղակի ամիջական կոնտակտային պատերազմի։ Հիմա այդ պատերազմի ժամանակ Ռուսաստանը փորձում է ճշգրտումներ մտցնել։ Օրինակ Հայաստանի Հանրապետության տարածքից ինքը ինչ է օգնություն է ստանալու այդ մեծ պատերազմի ժամանակ թե հարված։ Բայց իր համար կարևոր չի։ Օրինակ խորհրդային տարիներին այս տարածքում թուրքական մի քանի տասնյակ դիվիզիաներ էին եկել Արաքսիան կողմը Հայաստանի եւ Վրաստանի դեմ խորհրդային։ Եվ Թուրքիան սպասում էր, եթե խորհրդային բանակը Ստալինգրադի ճակատամարտում պարտվում էր, ապա այդ ժամանակ թուրքական բանակը մտնում էր, անցնում էր Արաքսը եւ մտնում էր խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Վրաստանի տարածք։ Սա քաղաքականությունն է։ Հիմա Ռուսաստանի Դաշնության համար խնդիրը այդ Եվրամիություն կամ ԵԱՏՄ չի է, տնտեսականը չի է։ Ռուսաստանը պատրաստում է մեծ պատերազմի։ Ինքը ուզում է ճշտել իր հարավային դարպասները կամ իր հարավային սահմանները որտեղ են, Ռոստով քաղաքի մոտ է, ենթադրենք, թե Գյումրի քաղաքի մոտ է։ Սա է ուզում ճշտել։ Որտեղ այդ մեծ պատերազմի ժամանակ եթե Գյումրիի մոտ է, ինքը վստահաբար գիտի, որ Հայաստանի Հանրապետությունը իր դաշնակիցն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես այդ քաղաքացիների պապերը քաջաբար կռվել են, նացիզմին ծնկի են բերել, Ռայխստագի պատերի տակ հաղթանակից հետո քոչարի են ապրել, հիմա նույնն է լինելու թե չէ։ Թե կոլաբորանտ է լինելու։ Ռուսների համար, Ռուսաստանի ղեկավարության համար սա է կարևոր։ Եվ ըստ այդմ որոշվելու է Հայաստանը հիմա Ռուսաստանի թշնամի պետություն է թե բարեկամ։ Ռուսաստանը դա է ուզում, որ ասում է Եվրամիություն, Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հետ հարաբերությունում շահ չունի, Հայաստանը շահ ունի։ Ռուսաստանը ուզում է ճշտել իր հարավային ուղղության սահմանը որտեղով անցնելու։ Նորից եմ կրկնում, Գյումրի քաղաքով թե Ռոստով քաղաքով։ Սա է։ Եվ Ռուսաստանի ղեկավարությունը առանց սեթևեթանքի միանշանակ ոչ երկիմաց կերպով ասում է, արեք հանրակրվեք։ Նիկոլները ասում է, երբ կուզեն կանենք։ Այդ ճոռոմ խոսալը առանձնապես ուժի ցուցադրություն չի։ Ես չեմ ուզում զուգահեռել, հաշվի առնելով իմ խիստ դրական վերաբերմունքը մեր ամենա երկարակյաց կուսակցության հայ հեղափոխական դաշնակցությանը, բայց 20 թվականի պատմությունը կա, չէ՞։ Այնպես խոսում են, հետո ինչպես ասում են, փողերը առան ու հայդա Փարիզ։ Հիմա ինչ է լինելու։ Վերջում փողերը առնելու են հայդա Լոնդոն ու Վաշինգտոն։ Թեև մի պայստային օդանավականն էլ ունեն Փարիզը։ Կամ է Ստամբուլը, ինչ իմանաս։ Նորից եմ կրկնում, այսօր Ռուսաստանը գոյութենական պատերազմի մեջ է, հաղթական պատերազմի մեջ է։ Առնվազն տգետ բանականությունը կորցրած կամ հիմար պետք է լինես, որ այդ ամեն ինչ չտեսես։ Ինքնախաբեությունը դեռևս իրականությունը փոխելու միջոց չի։ Այն որ Ուկրաինայում ասում են Ուկրաինան հաղթում է, Ուկրաինայի երկինքը արդեն շուտով կլինի 1 ամիս ամբողջովին բաց է։ Ռուսաստանը որ թիրախին ոնց ուզում խփում է։ Օդեսան փակեց, Նիկոլայևը փակեց, այդ երկու մարզերի բոլոր նավահանգիստները փակված են։ Փաստացի, սա իրականությունը։ Ինչպես ասում էր ժամանակին երջանկահիշատակ Ժիրնովսկին, Ուկրաինայի արևմտյան որոշ շրջաններ 5 շրջան անցնելու են Լեհաստանին, Ռումինիային, Հունգարիային մնացածը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ուկրաինան շարունակի պատերազմը։ Եվ այդ մարդը սկզբունքորեն ճիշտ էր ասում, եւ ճիշտ է ասում։ Այս պատերազմը եթե ոմանց թվում է որ Ռուսաստանին թույլատնում է, խիստ սխալվում են։ Ավելին Ռուսաստանում իշխանության են գալու ազգային ուժերը, հայնասիրական ուժերը։ Ոչ 90-ականներին հավաքագրված են մարդիկ, 90-ականներին, 2000-ականներին արևմուտքում կրթություն ստացած, հավաքագրված եւ այդ եկած։ Ռուսաստանը այսօր Ռուսաստանի ղեկավարությունը շատ կարևոր ստրատեգիական խնդիր է լուծում։ Այդ խնդրի անունն է նոր էլիտա ստեղծել, այդ էլիտան ստեղծում է։
Եվ եթե մենք հասկանանք, որ աշխարհի բազմաբևեռ աշխարհը դե ֆակտո կայացել է, ընդհանրապես դե յուրե ժամանակի խնդիր է։ Մենք դի նայենք որտեղ ենք։ Այդպես սխալ որոշում կայացեցինք 1920 թվականին։ Երբ Մուստաֆա Քեմալը կամ Քեմալ Աթաթուրքը ճիշտ կողմնորոշվեց, մի օրվա մեջ Թուրքիայում կոմունիստական կուսակցություն սարքեց, 1919-ին էլ Ղարախանն եկել այստեղ Հայաստանի հսկայական 2-3 անգամ ավելի տարածք էր տալիս Հայաստանին։ Ոսի Հայաստանը բոլշևիկյան Ռուսաստանի դեմ գործիք չլինի։ Բայց բրիտանացիք էին տեր ու տնօրինություն անում այստեղ։ Բոլորը Անտանտայից թռնում են, Հայաստանը վերջին պետություններից մեկն էր, որ Անտանտայի կազմի մեջ էր եւ կրեց պարտություն, փաստացի Թուրքիայից, մի պետությունից, որը Ռուսաստանը ստացավ զենք, զինամթերք եւ այլն։ Որտեւ Քեմալ Աթաթուրքը այդքան հասկանում էր։ Ցավոք սրտի կարող է դաշնակցական կառավարություն հասկանում էր, բայց ձեռների ճար չկա, որտեւ բրիտանացիք են այստեղ իրականում կառավարում։ Մի 3 անձ կար լուրջ հասկացող կամային որակներով, չգիտես ինչու այդ 3 անձինք 1.5 տարվա մեջ մահացան։ Զբաղեցնելով բավականին բարձր պաշտոններ Ստեփան Շահումյան, Ռոստոմ եւ Արամ Մանուկյան։ Այդ 3-ի մոտեցումները նույնական էր Ռուսաստանի, ցավոք սրտի մահացան։ Տարբեր պատճառներով։ Մեկին հրապարակա բրիտանացի գնդակարեցին, մյուսը չգիտեմ ոնց, մյուսը հիվանդությունից եւ այլն։ Հիմա նույն վիճակն է, նույն ժամանակներն են։ Բայց Փաշինյանը ասաց, եթե ԵԱՏՄ-ն հարցին լուծում չտա, սա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Այդ ճորոմ խոսալը խելքի ուժի նշան չի, ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Տեսեք ինչ գնահատականներ է տալիս, ինչ ճարտար խոսածուղ է։ Սես ճարտար խոսելով Արցախ կորցրեց։ Հետո էլ կռուտի տարեց, Արցախը մեր համար բեռ էր։ Սխալվել ենք, այն ժամանակ չէինք հասկանում, թոք էր մեր վզին Արցախը։ Չէ որ հաղթեիր կբարձանայր երկին, կասեիր ես Տիգրան մեծից ավելին եմ արել։ Պարտվել ես դե համար բեռ էր։ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Դու պատկերացնում ես քաղաքագիտական մտքի ինչպիսի թռիչքներ ունի Փաշինյանը։ Հուզվել կարելի է։ Ոնց որ իր զրոյական կետից սկսեց ունեցել ԵԱՏՄ-ի վերջն է, հա, գուժում։ Ինքը թող գուժի Եվրամիության վերջը, ՆԱՏՕ-ի վերջը։ Այդ դրանց ավարտի մասին թող խոսի։ Եթե իսկապես մասնագետ է գնահատող, թե այդ մասնագիտությունը որտեղ է ձեռք բերել, հետաքրքիր է։ Թերթում խմբագիր լինելուց, թե բուհը ոչ մասնագիտական քաղաքագիտությանը տաղեր չունեցող ֆակուլտետ այդպես էլ չավարտելով։ Կրթություն որտեղ է ստացել, որտեղ է աշխատել, ինչ արդյունքներ է ցույց տվել, հո ասելով չի։ Ասում է դուք էլ ասեք էլի, ինչ ա եղել որ։ Այդպես, այնպես որ իր ասած իրականությունից բավական հեռու է։ ԵԱՏՄ-ի վերջը կլինի։ Շարունակում են, հա, այս սահմանափակումները, սա դեռ ինչքան կշարունակվի, պարոն Նահապետյան։ Ինչ սահմանափակում։ Մեր ապրանքատեսակների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն, սա դեռ որքան կշարունակվի եւ ի վերջո տնտեսությունը հասցրել են կոլապսի։ Այդ տնտեսության խնդիրն է։ Մարիամ։ Ճիշտ են անում, բյուջեն իրենց սեփականն է։ Հավաքական արևմուտքը Եվրամիությունն ՆԱՏՕ-ն ասել է Փաշինյան այդ քո բյուջեն է, այդ էլ քո տարածքն է, այդ 3 միլիոն մարդ էլ քո հպատակներն են։ Դու էլ մեր հպատակն ես, ինչ ուզում ես արա։ Մեր ուզածը Հայաստանում կատարի, ներսում ինչ ուզում ես արա։ Բյուջե, օրենք, դե բարև ձեզ։ Բայց գումարը ոնց ուզում ծախսում, ասում է տնտեսությունը կոլապսի առաջ է, այդ տնտեսության խնդիրն է, Մարիամ, ոչ Փաշինյան Նիկոլի։ Փաշինյան Նիկոլը ընդամենը 5-6 անգամ կարա իր անձին սպասարկող ծառայությունների գումարը ավելացնի։ Ես վերջերս նայեցի մի թիվ էր, մի 700-800 միլիոն այս 8 տարվա մեջ գումար է ծախսել։ Պատկերացնում եք $1 միլիարդ մոտավորապես մարդը գումար է ծախսում իր անձի հետ կապված։ Բյուջեն ումն է, պետությանն է, ժողովրդինն է, թե Փաշինյան Նիկոլինն է։ Իհարկե Փաշինյան Նիկոլինն է։ Այդպես, այնպես որ գյուղացին վատ կապրի, քաղաքացին կմրսի, մարդը աշխատանք չի ունենա, գաղթականի ցուպը կվերցնեն ու կգնան, այդ Փաշինյանի խնդրը չի։ Աղքատությունը մարդկանց ուղեղներում է, ոչ թե Փաշինյանի։
Այնպես որ այդ մարդիկ մի օր այդ ուղեղով տիգան ճիշտ եզրահանգման, որ այս երկիրը Փաշինյանը հորտնից չի բերել, ոչ էլ մեր ժողովրդին։ Այնպես որ իրերին պետք է տալ իրենց անունները եւ իրավիճակը ճիշտ գնահատել։ Եթե ճիշտ չէ գնահատում, մտածում ենք, որ Փաշինյանը օրենք խախտեց, սահմանադրություն խախտեց, սահմանադրական օրենք խախտեց, մի ամբողջ խմբակցություն, մի ամբողջ կուսակցությունից 5 ձայն խլեց։ Մարդիկ բանտերում են, ինչ է եղել։ Մարդը միապետը հասկանում եք դուք։ Միապետ, իսկ միապետին ամեն ինչ կարելի է, միապետն է որոշում, ով ապրի, ով չապրի, ով շնչի, ով չշնչի։ Այդ երկրում փողը ով ունենա, ով չունենա։ Միապետը որոշել է ստեղծել նոր օլիգարխիկ համակարգ, այդ օլիգարխները բոլորը իրենը պիտի լինեն, իր նշանակածը։ Նախկիններից նույնիսկ մի մասը, ովքեր այսօր իր հետ լոյալ են, այդպես բարի դրացական խիստ կոմերցիոն հարաբերությունների մեջ են, բոլորը ունեզրկվելու են, այդ թվում նաև այն մտերիմները, որոնց վերաբերյալ իհարկե առայժմ վատ բաներ չեն ասելու։ Հետո Փաշինյանը դան զոհաբերից ասել է ժողովուրդ, տեսեք, ես այնքան արդարամիտ եմ, նույնիսկ իմ հետ խիստ բարի դրացական հարաբերություն ունեցող մարդիկ, եթե օրենք են խախտել, գողացած, հարկերից խուսափած միլիոններ ունեն, տասնյակ, հարյուրավոր միլիոն դոլարներ, միլիարդներ, բոլորը պետք է պետականացնել։ Եվ այդ մարդիկ էլ ինչպես ասում են, հայտնվելու են այնտեղ, որտեղ հիմա հայտնվում են ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև ունևոր եւ բիզնես իրականացնող։ Սա է միապետի եւ իր տերերի ցանկությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես որ տնտեսության եւ քաղաքացու գյուղացու խնդրեմը իրենցն է, Փաշինյանին իրենց է։ Դուք շնորհակալություն հայտնեք, որ ասենք տարեկան իր անձի սպասարկման համար ծախսերը ասենք 500 միլիոն դոլար չի։ Շնորհակալություն հայտնեք, ասենք որ 100 միլիոն է կամ 200 միլիոն է։ Շնորհակալություն հայտնեք, բայց բան եմ ասում, կամ ասենք 1 միլիարդ դոլար չի։ Իր եւ իր շրջապատի ոյաժները։ Այս մարդը Հայաստանում ստեղծում է նոր օլիգարխիկ համակարգ, նոր թիմ, որը պիտի ստանա, այո, օրինակ ոչինչ չանելով 10,000 դոլար աշխատավարձ պիտի ստանա հայ փոստի տնօրենը, որը այտենց պատահմամբ ինչ որ падգամավորի տիկին է եւ այդպես շա իրեն ինքը սարքում է իր թիմը, իր հետ իրենից կախված փողով կախված թիմը։ Իհարկե որ վատ ժամանակներ կան, այդ թիմի բոլոր անդամները մնալու են Հայաստանում, Փաշինյանը մենակ է ճողոպրելու։ Այդ թիմի անդամները տեղը չեն բերում, ամենայն լրջությամբ։ Եվ տասնյակ երկրների օրինակներ կա։ Այդ ու նաև մեր Վրաստանի, օրինակ Սաակաշվիլին մի պահ հասրեց ճողոպրել, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր Սաակաշվիլու հետ ապօրինություններ են արել տարիներ շարունակ, բոլորը սկսեցին պատասխան տալ իրար թաթիկները բռնելով դեպի դատարաններ եւ բանտեր։ Բոլորը անխտիր։ Բիձինա Իվանիշվիլին հիշողության կորստով չի տառապում։ Եվ այդպես շարունակ, այնպես որ Հայաստանում էլ կարող է գա մի օր, որ այս բոլորը իրար ձեռքը բռնած գնան դեպի դատարան։ Եվ վերջին հարց, մենք երկխոսություն ենք վարելու Իրանի հետ, դա տեղի ունենալու բանակցությունների ձևաչափով։ Դրանք կսկսվեն այսօր կեսօրին, հայտնել են Թրամփը։ Այս պատերազմը ինչ փուլում է ձեր գնահատում եւ ինչ զարգացումներ են սպասվում։ Ասում եմ մի օր խաղաղություն, երկրորդ պատերազմ, 3 օր բանակցություն, 4 օր նորից պատերազմ։ Խնդիրը հետևյալն է, որ Միացյալ Նահանգները հասկացել է, այդ երկրի ղեկավարը հասկացել է, որ Իրանին հնարավոր չի հաղթել։ Օրմուզի նեղուցը Իրանը ամենի սխալ քաղաքականության հետևանքով դարձեց սեփականը։ Սեփական նեղուց է դարձել։ Հուսիտներն էլ մյուս նեղուցն են Կարմիր ծովում սարքել սեփական։ Թրամփին էլ ընդհանրապես պետք է տալ մի հատ լավ փայտիկ։ Թքելով մանգա, որտեղ ինչպես ասում են, ունենալով բականի լուրջ աջակցություն եւ ԱՄՆ-ի էլիտայի, ազգային էլիտայի եւ ազգային դրամագլխի եւ ԱՄՆ քաղաքացիների այդ բոլորը դյուրին կերպով բարի տվեց։ Ընդամենը մի Վենեսուելայի նախագահ գողացավ, այդ երկիրը չկարողացավ մտնել, Կուբայի վրա առայժմ ատամներ ակրճտացնում բլոկադա։ Իրանը փորձում է ավերակ դարձնել, ինչպես Իսրայելը Լիբանանն ու Գազայի հատվածն է դարձրել, համատարած հրթիռակոծություն, ռմբակոծություն, բայց փաստացի Իրանը Լիբանան եւ Գազա չի։ Նրանք ունեն հրթիռներ, ունեն անօթաչություններ եւ պատասխանը շատ արագ է լինում։ Այնպես որ ավելի լավ է Տրամփը մտածի, թե նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականի ճակատագիրը ինչ ալնում։ Իսկ նոյեմբերը այդքան էլ հեռու չի, 2 ամիս հետո նոյեմբեր է, չէ՞ գալիս։ 3 ամիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր։ 3 ամիս հետո։ Այդպես։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Նահապետյան, իրապես կանգնած եք
քրիստոնեական ոճը, հա, իրանց բոլորի նույն ձև է, 3 տարի չափանաշ ինկավիլակտի պահվածքով, վարչությանստից հետո Փաշինյանն էր խոսում, այն մասին, որ չի ճանաչում Գարեգին կաթողիկոս, խնդրեմ ինձ զարգացումներ կլինեն։ Դե իշխանությունները անելու են ինչ որ դրա մասին բարձրաձայնել են եւ նախընտրական ծրագրում կա մնդիմությունն էլ պատրաստի որպեսզի հակահարված տա խանգարի խոչընդոտի թույլ չտա ընդհանրապես այդքան բան ընդդիմություն ունի մի լուրջ առավելություն որը իշխանությունը չունի ունի ժողովուրդ հավատավոր նվիրյալ քրիստոնյաներ տասնյակ հազարներով 100,000-ներով որոնք պատրաստական են չեմ ասում հայությունը դրսի ամբողջովության որտեղ դրսի հայության գոյությունը հայ մնալու առաջին եւ հիմնական երաշխիքը մեր եկեղեցու գոյությունն է այնպես որ իշխանությունը պետք է վարչական եւ ոստիկանական ռեսուրսներ օգտագործի ընդդիմությունը մեր եկեղեցուն նվիրալ եւ հավատավոր զավակներին քրիստոնյաներին հայությանը դրսում եւ քրիստոնյա աշխարհին ընդդիմությունը ունի շատ առավելություններ այս ամեն ինչը վիժեցնելու համար ընդհանրապես կազմակերպվել է պետք խոսքս խորհրդանական ընդդիմության մասն է առաջին հերթին այսքանը Շնորհակալ ես շնորհակալ